մենք եւ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից եւ խոսում ենք բարիդրացիական հարաբերությունների հաստատումից, պետք է նշենք նաեւ, որ կան այնուամենայնիվ հարցեր, որոնք այս պայդրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում կամ, չգիտեմ, գնահատվում են որպես առավել դժվար լուծելի, եւ այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք, ուրեմն Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես օրինակ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն, կան բազմաթիվ այլ հարցեր եւ եթե ինձ հարցնեք իմ մասնավոր դիտարկումը, իմ մասնավոր դիրքորոշումը այս մասին, այնուամենայնիվ մեծ խոչընդոտ է, որը դեռ բարդությունը հետք է նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետք է եւ որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն, դա անշուշտ երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են, դա կրկին օբյեկտիվորեն հաշվի առնելով նաև թշնամանքի եւ ուրեմն արյան պատմությունը, որը կա երկու երկրների միջեւ։ Բայց մենք հավատալով այն ամենին, ինչին ես քիչ առաջ ասեցի, հավատալով նաև անհրաժեշտությանը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ համագործակցային մթնոլորտի միջավայրի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը։